Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայերը եւ բնիկությունը, անդեսանելի իրավունքներու թելը, Արմենակ Աբրահամյան, լույս տեսավ Western Armenian շաբաթաթերթի 100-րդ թիվը, Սիլոպիի հայ Վարդո ցեղի հողերու գործով նոր զարգացումներ, անունս Սևան է, ես հայ եմ, Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհբարդանա Բիլբաոյի նախաձեռնությամբ, ավելի լավ էր շրջափակումը շարունակվեր, բայց ես մնայի Արցախ, Հունան Ավետիսյան, միջնադարյան հայկական փայտակորձության եզակի նմուշ մգքնվի Լոնդոնի միջազգային աջուրտեն եւ կդեղափոխվի Արևելյան Հայաստանի պատմության թանգարան, Ժաննա Անդրեասյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հանդիպում ունեցավ Գեղարդ հիմնադրամի վերլուծապան Կոր Մարգարյանի հետ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը իր հաղորդաշարի երկրորդ բաժնին մեջ կքննարկե բռնակրաված Արևմտյան Հայաստանի տարածքին ապրող հայկական արմատներ ունեցող անձերու իրավական եւ պատմական հիմնախնդիրները, հատկապես շեշտելով բնիկության հարցի վճռորոշ նշանակությունը։ Անոր խոսքով երկար տարիներ հայ ժողովուրդը զրկված եղած է իր սեփական պատմությունը ներկայացնելու եւ իր իրավական կարգավիճակը հստակ ձևակերպելու հնարավորությունեն։ 2004 թվականին սկսյալ նախաձեռնված են քայլեր գելու հրճակագիրը, որ հիմնված է միջազգային իրավունքի ավելի քան 40 հոդվածներու վրա եւ կներառե շուրջ 9 հիմնարար ոլորտներ։ Այս փաստաթուղթերը գարնչվին հատկապես Արևմտյան Հայաստանի հայրուն որպես բնիկ ժողովրդի ազատ եւ հավասար ապրելու իրավունքներուն։ Արմենակ Աբրահամյանը կշեշտե, թե հայ ժողովուրդը ունի ոչ միայն քոյադևելու, այլ լիարժեք ապրելու իրավունք, իր լեզվով խոսելու, մշակույթն ու ավանդությունները պահպանելու եւ զարգացնելու։ Անոր բնութագրումով մշակույթը լայն եւ համապարփակ հասկացություն մնե, որ կպահանջե գիտակցված ուսումնասիրություն, կրթություն եւ շարունակական աշխատանք։ Խոսելով ազգային բաժնվածության մասին, ան կնշե, թե տարբեր գուսակցական գաղափարախոսություններ հաջող ձևավորված են արտաքին ասացություններու ներքո, վնաս հասցնելով լեզվին, մշակույթին եւ ազգային միասնականության։ Եզրափակելով Արմենակ Աբրահամյանը կհիշեցնե, թե հայ ժողովրդի պատմությունը չսկսիր միայն վերջին հազարամյակներեն, այլ ունի հազարավոր տարիներու խորք եւ այդ պատմությունը ճանչնալու ու սերունդներուն փոխանցելու իրավունքը անբաժանելի մասն է հայ ժողովրդի ինքնության։ Լույս տեսավ Western Armenian շաբաթաթերթի հոբելենական 100-րդ թիվը։ Շաբիգին ներկայացված է խորապես խորհրդանշական ձևակերպումը 100 ճշմարտություն մեկ գաղափար, որ կմիավորե անհատական ճակատագրերը եւ հավաքական պատմական հիշողությունը։ Յուրաքանչյուր ճակատագիր ունի իր ճշմարտությունը, սակայն այդ ճշմարտությունները մեգուսացված չեն։ Անոնք իրարու կմիացոլվին մեկ խորքային գաղափարի շուրջ մարդու եւ ժողովրդի գոյության իրավունքի գաղափարին։ Այս գաղափարը կհիշեցնե, թե ճշմարտությունը չի վերաբերիր միայն անցյալին, այլ նաեւ ներկային, որպես պատասխանատվություն եւ պահանջ արդարության, ճանաչման եւ իրավունքներու վերականգնման համար։ Արևմտյան Հայաստանի հայրու ցեղասպանության հարյուրավոր պատմություններ չեն մարի ժամանակի մեջ, որովհետև անոնք կսնուցեն անխզելի գաղափարը ազատ, արժանապատիվ եւ ինքնության մեջ շարունակվող կյանքը։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով։ Շիրակի մարզին մեջ 6 տասնամյակի ավելի շարունակված ստադական գործը նոր շրջան մտավ։ Գործը կվերապերի Սիլոպիի հայ Վարդո ցեղին պատկանող հողերուն, որոնց մե համայնքը հերացած էր 1970-ական թվականներուն։ Դեկտեմբեր 15-ին Ջիզրեի կատաստրի թադարանը նոր դեղազնություն մկատարեց, ուր մասնակցեցան փորձագետները եւ գողմերու ներկայացուցիչները։ Վկաները հաստատեցին, որ դարածքը պատմականորեն հայերուն էր եւ անցյալին այնտեղ ապրած են հայեր։ Թադավարության ընթացքին ներկա էին Ռակել Դինկը իր ընտանիքի անդամներով եւ Օնուկ ընտանիքի ներկայացուցիչները։ Թադարանը ուսումնասիրեց Յոլաղզը գյուղի շրջակայքի հողերը, որոնք այսօր հիմնական օգտագործվին հացահատիկի մշակման եւ անասնաբահության համար։ Դեղազնության ժամանակ արձանագրվեցան գարջադև լարվածություններ։ Գործը սկսած է 1960-ականներեն, ընդունված են դարբեր եւ երբեմն հագասող վճիրներ։ 1984-ին Թադարանը վճիր արձակեց Եղբասան ընտանիքի օգտին, բայց այն հետագային չեղարկվեցավ։ Ռակել Դինկի հայրը ողջ կյանքը սպաղած էր գործով եւ այն գտակած էր զավակներուն։ Ռակելը շեշտեց, որ իրենց ընտանիքի պատմությունը սերտորեն կապված է 1915-ին հետո գոյատևած Վարդո ցեղին։ Դարածքը մասամբ վերաբնակեցված է 2005-ին, իսկ գործը վերջերս ավելի լայն ուշադրության արժանացած է, որովհետև հայցադեր ցեղի անդամներեն մեկը Սիլոպիի համայնքապետարանի համանախագահն է։ Թադական դեղազնության օրը Ռակել Դինկը եւ իր եղբայրներն ու քույրերը այցելեցին իրենց մոր գերեզմանը եւ գրգին միասին հիշեցին իրենց ծնողներուն, շարունակելով պայքարը պատմական արդարության համար։
15-ամյա Սևանը Գաբրի Արևմտյան Հայաստանի մեջ։ Անոր անունն ու վիզեն գախված նուրը գմարմնավորեն հայկական ինքնությունը, հիշողությունն ու պատկանելիությունը։ Սևանը գիտե թե հայ ժողովուրդը երբեք գաբը չէ գտրած իր հողին եւ մշակույթին հետ։ Ան կմասնակցի Արցախ բարային խումբին, ուր յուրաքանչյուր շարժում գտարնա հբարտություն եւ բայկար իր արմատներուն համար։ Անոր բարձ բայց հզոր խոսքը ես հայ եմ գվգայե թե ինքնությունը Գաբրի մշակույթի մեջ եւ գփոխանցվի սերունդ սերունդ որպես ներքին ուժի աղբյուր։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը իր խորին հբարտություն ու քննադատը կհայտնի հոկտեմբեր 16-ին Բիլբաո քաղաքի մշակութային կենտրոնին մեջ տեղի ունեցած հանրային դասախոսության առիթով Հայաստանը եւ Արցախը ժամանակակից պատմության մեջ խորագրով։ Միջոցառումը կազմակերպված էր ոչ Բաքվի վարչագահի սպիտակեցման խորագրի ներքո եւ հանդիսացավ կարևոր հարթակը Եվրոպայի մեջ Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող քաղաքական եւ պատմական իրողություններուն վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու համար։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը գողջունե Բիլբաոյի այս նշանակալի քայլը եւ գոչ կուղե շարունակելու նման նախաձեռնությունները ամրապնդելու իրազեկվածությունը, համերաշխությունն ու արդարությունը։ Հայացք Արցախին հաղորդման հյուրը մանկավարժ Հունան Ավետիսյանն է։ Ան ծնած է Արցախի Հաղորդի գյուղը եւ ունի շուրջ 45 տարվան մանկավարժական փորձառություն։ Հունան Ավետիսյանի համար հայրենիքի գաղափարը միշտ առաջնային եղած է։ Դարիներու ընթացքին ան իր սերն ու նվիրումը հայրենիքին հանդեպ փոխանցած է սերունդներուն, դաստիարակությունը դիտելով ոչ միայն որպես մասնագիտություն, այլ որպես առաքելություն։ Ձանր փորձություններու միջով անցած մանկավարժը բռնի դեղահանութեն ետք որոշած է շարունակել իր մանկավարժական գործունեությունը զայն համարելով ինքնապաշտպանության միջոցը։ Ան կհավատա թե անհրաժեշտ է առաջ շարժիլ առանց կորսնցնելու վերադարձի հույսը։ Արևելյան Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարզանկի նախարար Ժաննա Անդրեասյանը գահիտնի։ Միջնատարյան հայկական պայտակորձության այս եզակի նմուշը 13-րդ տարու հայկական եկեղեցու թրան փեղը կառավարության այսօրվա որոշումով կքննվի Լոնդոնի միջազգային աճուրդեն եւ կդեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հարցազրույց ունեցավ Գեղարդ հիմնադրամի վերլուծաբան դոցենտ Գոր Մարգարյանի հետ։ Հարցազրույցի ընթացքին վերլուծաբանը մասնավորապես նշեց, թե Գեղարդ հիմնադրամը գիտավերլուծական հիմնադրամն է, ակադեմիական հիմքերով, որ իր առջև դրած է քանի նպատակներ եւ թիրախներ։ Առաջնահերթ նպատակներն մեկը հայագիտության բահբանումն ու զարգացումն է հնարավոր բոլոր ջանքերով եւ միջոցներով։ Պետք է գիտակցիլ, որ կան հսկայածավալ հարցեր եւ հիմնախնդիրներ եւ անոնց զուգահեռ սահմանափակ պաշարներ ու հնարավորություններ, որոնք տակավին պետք է համագարկվին եւ հստակեցվին։ Խնդիրները լուծելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է այդ խնդիրներուն հետ առերեսվիլ։ Անկախ այն բանեն, ասիկա գուկա հարևան պետություններու գոմե թե այլ ժողովուրդներու երկար ժամանակ է ի վեր շարունակական փորձեր կգադարվին հայագիտության ձեռքբերումներուն հայ ժողովրդին եւ Հայաստանի պատմամշակութային ժառանգության դեմ ոտնձգություններ իրականացնելու։ Ավելին, այս գործողությունները այլևս միայն ոտնձգություններ չեն, այլ վերածված են յուրացումներու։ Հիմնադրամը նաեւ աշխատանք կդանի այդ կեղծարարությունները հրաբարակելու ուղղությամբ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։